Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Քրիստոսի հարության լիությունը։ Կյանքում մենք կարող ենք շատ դժվարությունների բախվել և կանգնել անելանելի թվացող իրավիճակների առջև։ Կարող ենք ողբերգական կորուստներ ունենալ, մանկության տարիներից խորը վերքեր կրել մեր սրտում և հասուն տարիքում էլ ապրել վախերի ու անհանգստությունների ճնշման ներքո։ Այո, կյանքը կարող է այնպիսի խնդիրների առջև կանգնեցնել մեզ, որ մենք անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ. արդյոք կարո՞ղ եմ անցնել այս ամենի միջով։ Սիրելի՛ բարեկամ, արդյոք կարո՞ղ եմ այն ժամանակ, երբ ուրախություն ճառագող դեմքս խամրում է դժբախտության իրականության առջև, արդյոք կարո՞ղ եմ, երբ իմ սիրելիները չեն փոխվում տարիներ շարունակ նրանց համար իմ աղոթքներից հետո, կարո՞ղ եմ, երբ տարիքս կառնեմ և կավարտվի կյանքիս բուռն աշխատանքներով լեցուն ընթացքը, կարո՞ղ եմ, երբ այլևս ոչ ոք առաջվա պես չի հաղորդակցվի ինձ հետ կամ առաջվա պես չի սիրի ինձ։ Այսօր գուցե դու առնչվում ես նմանատիպ իրավիճակների։ Հնարավոր է նաև, որ քեզ համար դրանք բացարձակապես այլ բնույթ ունեն։ Գուցե մտահոգ ես, թե արդյոք բավարար չափով խելացի ես, տաղանդավոր, գրավիչ, հոգևոր, ամրակազմ, գործունյա, սիրալիր, ուժեղ կամ որևէ մեկ այլ բան։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր որևէ ոլորտում վախեր ու անհանգստություններ ունես կամ բախվել ես կյանքի բարդագույն իրավիճակների, ապա կցանկանայի քաջալերել քեզ ու սփոփել Աստծու Խոսքով, որպեսզի ամուր բռնես երկնային անխախտ խոստումները, որոնք անձնապես քեզ համար են, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով։ Ահա դրանցից մի քանիսը. Նրա աստվածային զորությունը շնորհել է քեզ կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ, ճանաչեցնելով քեզ Նրան, Ով կանչեց քեզ փառքով ու առաքինությամբ (Բ Պետրոս 1:3)։ Քո ամբողջականությունն այժմ Նրա մեջ է գտնվում։ Դու կատարելապես լցված ես Աստծով, քանի որ Քրիստոսի ամբողջ լիությունը քո մեջ է բնակվում։ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը (Կողոսացիս 2:10)։ Որովհետև Աստված է, որ քո մեջ ներգործում է կամենալն ու կատարելը ըստ Իր բարեհաճ ծրագրի (Փիլիպպեցիս 2:13)։ Կարևոր չէ, թե ինչ կյանքով ես ապրել, ինչեր ես արել, ինչ ես զգում կամ ինչի միջով ես անցնում։ Քրիստոսի շնորհիվ դու ունես այն ամենը, ինչի կարիքը զգում ես։ Դու թերի կամ կիսատ մարդ չես։ Դու ամբողջական ես Նրա մեջ և ամեն բան կարող ես քեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ (տե՛ս Փիլիպպեցիս 4:13)։ Եվ նույնիսկ հիմա, հենց այս օրերի մեջ Աստված քեզ տալիս է մեծ ցանկություն, ինչպես նաև ուժ ու զորություն, որպեսզի անես այն ամենը, ինչը հաճելի է Իրեն և համահունչ է Իր կամքին։ Այլ կերպ ասած, հարություն առած Քրիստոսի շնորհիվ դու միշտ ունենալու ես քո կարիքի համար բավարար միջոցներ և օգնություն։ Եթե կյանքումդ այնպիսի ժամանակներ գան, որ սկսես կասկածել այս ամենի առումով, ապա խորհուրդ եմ տալիս ընթերցել ու հավատալ աստվածաշնչյան այս խոսքերին, որովհետև դրանք այն ճշմարտություններն են, որոնք վահանի պես պաշտպանում են քեզ։ Առակաց 30:5 «Աստծու ամեն մի խոսքը փորձված է. Նա վահան է Իրեն ապավինողների համար»։ Քրիստոսի հարությունը նոր կյանքի հեռանկար է բացում Նրան հավատացող յուրաքանչյուր մարդու համար։ Շնորհակալություն Աստծուն Իր անսահման սիրո և մեզ հաղթական կյանք ապրելու հնարավորություն ընձեռելու համար։ Եղի՛ր օրհնված և այսօրվանից որոշում կայացրու ապրելու հավատքի հաղթական կյանքով։ Եվ եթե չես պատկանում որևէ եկեղեցու և չունես հոգևոր առաջնորդ հոգևոր ընթացքի մեջ քեզ ուղղորդելու, առաջնորդելու և աջակցելու համար, ապա մենք սիրով կծառայենք քեզ։ Գրի՛ր մեզ անհատական նամակով, և մենք կապ կհաստատենք քեզ հետ, անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ես կամ ինչպիսի իրավիճակում։ Մենք սիրով կծառայենք քեզ և Աստծու զորությամբ կօգնենք հարություն առած Քրիստոսի հետ մտերմանալու և հավատքի հաղթական կյանք ապրելու հարցում։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։